Конечно, я принял к сведению заявление коллег. Ես ի գիտություն եմ ընդունել գործընկերներիս հայտարարությունը, դրան հարգանքով եմ վերաբերվում։ Ոչ միայն հարգանքով է վերաբերվում Փաշինյանը, 3 ամիս առաջ Եվրասիական տնտեսական միության 4 երկրների ղեկավարների ընդունած համատեղ հայտարարությանը, այլև աջակցում է դրան։ Հայտարարությամբ Հայաստանին կոչ էր արվում հնարավորինս սեղմ ժամկետներում հանրաքվե անցկացնել ու պարզել դեպի Եվրամիություն, թե Եվրասիական տնտեսական միություն է ուզում շարժվել հայ ժողովուրդը։ Ես էլ եմ աջակցում այդ մոտեցմանը։ Եվրասիական միջկառավարական նիստից հետո են ռուսաստանցի լրագրողները Հայաստանի վարչապետից հետաքրքրվում հանրաքվեի հարցով Երևանը որոշում ունի։ Ռեֆերենդում, конечно же, будет. Հանրաքվե իհարկե կլինի։ Հանրաքվե կլինի, բայց միայն երբ Հայաստանը պաշտոնապես դիմի Եվրամիության անդամության հարցով ու դիմումը հավանության արժանանա։ Առայժմ հանրաքվեն անհնար է ըստ Փաշինյանի։ Сегодня невозможно проведение референдума. Այսօր հանրաքվեի անցկացումն անհնար է, որովհետև գոյություն չունի այդ հանրաքվեի առարկան։ Եկեք պատկերացնենք, հիմա մենք կազմակերպում ենք հանրաքվե եւ ասում ենք, որ հարկավոր է կողմնորոշվել Եվրամիության եւ ԵԱՏՄ-ի միջեւ։ Определиться по поводу Европейского Союза или Евразийский экономический союз. Ինչպիսին կլինի մեր քաղաքացիների ռեակցիան։ Նրանք կհարցնեն, իսկ մենք ինչ հեռանկարներ ունենք Եվրամիության անդամ դառնալու, իսկ որն է մեր ճանապարհային քարտեզը եւ այլն։ Եվ շատ հարցեր կլինեն, որոնց պատասխանները մենք չունենք եւ ոչ ոք չունի։ Очень много вопросов. Բայց Փաշինյանը գիտակցում է, որ անհնար է միաժամանակ երկու կառույցում լինելը։ Невозможно. Միաժամանակ երկու կառույցում մնալու անհնարինությունից ելնելով էր Ռուսաստանի նախագահը առաջ քաշել հանրաքվեի գաղափարը ու անհապաղ կողմնորոշվելու անհրաժեշտության մասին հայտնել Փաշինյանին, նաև 12 օր առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցի ժամանակ։ Մոսկվայի փաստարկն այն է, որ Հայաստանը ԵԱՏՄ-ի հաշվին է ճանապարհ հարթում դեպի Եվրամիություն, օգտվում է ԵԱՏՄ-ի ընձեռած մաքսային առավելություններից առանց պարտավորությունները հաշվի առնելու։ Փաշինյանը համաձայն չէ, թե Հայաստանը միակողմանի առավելություններ է ստանում։ Ըստ նրա, տնտեսական ցուցանիշներն են վկայում, որ տնտեսական շահերը փոխադարձ են։ 2025 թվականին Հայաստանը ԵԱՏՄ ներմուծման մաքսատուրքերի ընդհանուր բյուջե է փոխանցել շուրջ 319 միլիոն դոլար, մինչդեռ Հայաստանի օգտին բաշխված միջոցները շուրջ 175 միլիոն դոլարի են։ Составил около 175 миллионов долларов. Հայաստանի վարչապետը համոզում է Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների կառավարությունների ղեկավարներին, որ այլընտրանք փնտրելը ոչ միայն չի վնասի, այլև կարող է օգուտ բերել ԵԱՏՄ-ին բարձրացնել կառույցի մրցունակությունն ու գրավչությունը։ Республика Армения исходит из того, что Հայաստանի Հանրապետությունը ելնում է այն սկզբունքից, որ Եվրասիական տնտեսական միությունը չպետք է դիտարկվի որպես սահմանափակումների տարածք։ мы убеждены, что взаимодействие государств-членов ЕАЭС Մենք համոզված ենք, որ ԵԱՏՄ անդամ պետությունների փոխգործակցությունը երրորդ երկրների հետ չպետք է ընկալվի որպես զրոյական գումարով խաղ։ Армения Փաշինյանը վստահեցնում է, ԵԱՏՄ անդամ երկրների հետ համագործակցության խորացումը Հայաստանի արտաքին քաղաքական ու տնտեսական առաջնահերթություններից է։ одним из основополагающих принципов Կազմակերպության հիմնարար սկզբունքներից է ապրանքների, ծառայությունների, աշխատուժի ազատ տեղաշարժը։ Ցավոք գործնականում այս սկզբունքները լիարժեք չեն իրագործվում։ К сожалению, на практике Լրագրողների հետ ավելի է անկեղծանում ու սկսում դժգոհել հայկական ապրանքների նկատմամբ Ռուսաստանի սահմանափակումներից։ А сейчас то, что происходит, Այն ինչ կատարվում է, Հայաստանում միայն գրգռում է բացասական ընկալումը ԵԱՏՄ-ի նկատմամբ։ Նկատի ունեմ այն սահմանափակումները, որոնք մեր հարգելի ռուս գործընկերները կիրառում են հայկական ապրանքների նկատմամբ։ Республики Армения. Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոստովանում է, որևէ հաշվարկ չունի ու չգիտի տնտեսական ցուցանիշներով Հայաստանին ավելի շահեկան է ԵԱՏՄ-ն, թե ԵՄ-ն։ Нет, не сравнивал. Ոչ, ընդհանրապես չեմ համեմատել Եվրամիության հետ։ Նկատի ունեմ քաղաքական իմաստով։ Այդ հարցը օրակարգում չէ։ Իդեպ Եվրամիությունը բավականին շոշափելի տնտեսական գործընկեր է Հայաստանի համար։ Союз довольно-таки Մի սկանդալային խոստովանություն է անում Նիկոլ Փաշինյանը։ Լուկաշենկոյի անունը չի տալիս, բայց ակնարկում է, որ Բելարուսի նախագահն է դրդել Հայաստանի վարչապետին ԵԱՏՄ-ին այլընտրանք փնտրել Եվրամիությունում։
Наши некоторые коллеги из Евразийского ԵԱՏՄ-ից մեր որոշ գործընկերներ սադրեցին այս գործընթացը, հայտարարելով, թե Հայաստանը ոչ մեկին պետք չէ, Հայաստանին ոչ մի տեղ չեն սպասում։ объявляя, что, вы знаете, Մենք այս ուղերձը ոչ թե բացասական ենք ընդունել, այլ դրական, եւ սկսել ենք աշխատել, որպեսզի ցույց տանք, որ իրականության մեջ իրավիճակը բոլորովին այլ է։ не негативно, а позитивно, и начали работать. Արդյոք Եվրամիությունը լծակներ ունի եւ Հայաստանին ստիպում է խզել կապերը Ռուսաստանի հետ։ Հետաքրքրվում է լրագրողը։ Если у кого-то есть Եթե ինչ-որ մեկը լծակ ունի, որ կարողանա Հայաստանին ստիպել ինչ-որ բան անել, այդ լծակը հաստատ Բրյուսելում չէ, Արևմուտքում չէ, Հարավում էլ չէ, Արևելքում էլ չէ։ находится не на юге или находится не на востоке, понимаете? Միայն հյուսիսը չի թվարկում Փաշինյանը։ Թերեզա Կադաևչյան, Անի Ղանդիլյան, Հայլուշ։